Բռնցքամարտի ու քաղաքականության մեջ երբեմն կարողանում եմ զուգահեռներ տանել, որովհետև ինչպես բռնցքամարտում, այնպես էլ քաղաքականությունում դու պետք է կարողանաս ճիշտ ընդունել հարվածները, ժամանակին հակահարված հասցնել, պետք է լինես ճկուն, արագ եւ ճիշտ որոշումներ կայացնես։ Սպորտով զբաղվել եմ 7 տարեկանից, մոտ 8-9 տարի զբաղվել եմ ըմբշամարտով, հետո զբաղվել եմ բռնցքամարտով, սիրում եմ նաև ֆուտբոլ, ժամանակ առ ժամանակ խաղում եմ։ 2019 թվականին ընդունվեցի ֆրանսիական համալսարան, սակայն ուսումս կիսատ թողեցի, որովհետև զորակոչվեցի բանակ, ծառայել եմ Արցախում, Մարտակերտում, դե ծառայությանս հետ համընկավ նաև Արցախյան այդ 44-օրյա պատերազմը, որին մասնակցել եմ հենց էլի Մարտակերտում, հյուսիսարևելյան շրջանում։ Պատերազմը շատ մեծ կորուստներ տվեց մեզ, մենք բոլորս էլ կորցրեցինք մեր ընկերներին, հարազատներին, սակայն մեզ մոտ, կոնկրետ զինվորների մոտ որևէ հուսալքություն չկար, մենք նույնիսկ այդ կորուստից հետո գիտակցում էինք, որ Հայաստանը, Արցախը մեր հայրենիքն են ու մենք պիտի մինչև վերջ պաշտպանենք այն, ու այդպես մինչև 2021 թվականը մնացի Արցախում, զորացրվեցի, եկա արդեն այստեղ ու նույն ձևով շարունակեցի իմ արդեն պայքարը այլ շրջանակներում։ Երբ ընդունվեցի ֆրանսիական համալսարան, միանգամից սկսեցին մեր պետության համար շատ ծանր ժամանակահատվածներ, ներխուժումներ տեղի ունեցան տարբեր տարիներին, նաև Արցախի հայաթափումը տեղի ունեցավ, ինչն էլ հենց հիմնական պատճառը դարձավ, որ ընկերներիս հետ որոշեցինք սկսել հասարակական գործունեություն, ստեղծեցինք հայրենամետ հասարակական կազմակերպությունը, ակտիվ գործունեություն ծավալեցինք, հենց այդ հասարակական գործունեության շրջանակներում էլ ծանոթացել ենք Արման Թաթոյանի հետ ու հասկանալով, որ մեր նպատակներն ու սկզբունքները համընկնում են, սկսել ենք մի շարք ծրագրերի իրականացումը, երիտասարդական, հասարակական, որից հետո արդեն ավելի լայն շրջանակներով սկսեցինք համագործակցել։ Այս պահին սովորում եմ Երևանի պետական համալսարանում, սակայն ֆրանսիական համալսարանում բակալավրն եմ ավարտել եմ իրավագիտության ֆակուլտետը, երբ որ ընդունվում էի դեռևս այդպես լավ չէի պատկերացնում, բայց հիմա շատ լավ հասկանում եմ, թե ինչ կարևոր նշանակություն ունի արդարությունը, արդարադատությունը մեր պետության համար։ 2025 թվականին արդեն մտանք մեր պայքարի ավելի լուրջ փուլ, պարոն Թաթոյանի գլխավորությամբ հիմնադրեցինք Միասնության թվեր քաղաքական նախաձեռնությունը, որի նպատակն էր արդեն ավելի ինստիտուցիոնալացնելու մեր պայքարը։ Չնայած որ միշտ ուզեցել եմ զբաղվել քաղաքականությամբ, բայց հիմա այս քայլերն իմ համար առաջինն են, շատ մեծ փորձ եմ ձեռք բերում ու գիտելիքներ եմ ձեռք բերում, շատ կարևոր է նաև մասնագետների հետ շփումը, այսինքն մեր թիմի բոլոր անդամները իրենց ոլորտում կայացած մարտիկ են ու փորձի փոխանակումը իմ համար շատ մեծ առավելություն է։ Քանի որ արդեն մտել ենք ակտիվ քաղաքական պրոցեսների մեջ, իմ օրվա մեծ մասը անցկացնում եմ գրասենյակում, նաև շփվում եմ հիմնականում քաղաքացիների հետ, բայց հենց ունենում եմ ազատ ժամանակ, միանգամից փորձում եմ գիրք կարդալ, որովհետև իմ ամենասիրելի զբաղմունքն է, իմ հոբին է գիրք կարդալը, ու հիմնականում կարդում եմ մասնագիտական գրքեր, այս պահին կարդում եմ Յուրգեն Հաբերմասի հանրայնության կառուցվածքային փոփոխությունը, որը որ բնութագրում է պատմության ընթացքում ինչ փոփոխություններ տեղի ունեցել այդ հանրայնությունը քաղաքակրթությունների փոփոխությունների ժամանակ։ Ճիշտ է դեռ չեմ վերջացրել այս գիրքը, բայց շտապում եմ վերջացնել, որովհետև հերթի մեջ ունեմ այս գիրքը Խավիերային դիվանագիտություն, շատ եմ կարևորում այս գիրքը ու շատ եմ ուզում կարդալ, որովհետև Ադրբեջանի հակահայ քարոզչության մասին է, որը որ շարունակվում է մինչ օրս։ Արդարությունն է